Փայլող աստղեր նախագծի հերթական թողարկման հետքերով այսօր մենք գտնվում ենք Փոքր Արագյալին։ Զոյա Բաբոյան, տաղանդավոր աղջնակ, տաղանդավոր ընտանիքից, ծնվել եւ ապրում է Նինոսմինդայի մունիցիպալիտետի Փոքր Արագյալ գյուղում, զբաղվում է երգով ու պարով։ Մասնակցել է տարբեր փառատոների, ինչպես Վրաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, սակայն ապագայի հետ կապված ունի այլ պլաններ։ Ներկայացեք նախ ով եք, որտեղ եք ապրում, որ դասարանում եք սովորում եւ ինչն է կապել ձեզ երգի հետ։ Ես Զոյա Բաբոյան եմ, ապրում եմ Փոքր Արագյալ գյուղում, սովորում եմ 9-րդ դասարանում։ Ես մանկուց ի վեր գնացել եմ երգը 7 տարեկանից եմ սկսել։ Իմ երգը սերտել է իմ մեջ իմ տատիկը։ Ինքը ինձ մանկուց, երբ որ տեսա, որ եղբայրս հաճախում էր Սայաթ Նովա երգչախումբ Հայաստանի Սպիրյանի մոտ, ես էլ ուզեցի, որ գնամ։ Մասնակցել եք ինչ-որ փառատոնների, գրավել եք ինչ-որ տեղեր եւ ամենանշանակալին ու ամենատպավորիչը ձեր համար որն է եղել։ Այո, մասնակցել եմ շատ բեմերի, մասնավորապես 3 տարի ինչ գնացել էի երգի, մասնակցել եմ Նինոսմինդայի մշակույթի կենտրոն, արժանացել եմ 3-րդ կարգի մեդալի, դրանց հետո Թբիլիսի եմ հաճախել ու ամենատպավորիչներից մեկը Հայաստանի Art Music փառատոններ, շատ բարդ համերգ էր, երբ որ ժուրիների դեմքին նայում էր, լուրջ էին նրանք, իհարկե շատ զգացողությունները շատ էին, քանի որ չգիտեի ինչ է սպասվում հետագայում։ Ինչ երգ կատարեցիր այդ ժամանակ եւ ինչ տեղ զբաղեցրիր։ Հիմնականում երգում էի Աշուղ եմ դառել այդ երգը։ Դուք մտադիր եք ուսումը շարունակել այս ասպարեզում, թե ունեք ուրիշ նախասիրություններ։ Դե ուրիշ նախասիրություններ ունեմ պարը։ Պարիս ուսուցչուհին Շուշանիկ Լուլուկյան է, մեր գյուղի պարախումբ եմ հաճախում, պարապում եմ մեզ հետ հայկական եւ վրացական պարեր։ Ձեր նպատակը որն է, որ ուղին պիտի ընտրեք ու շարունակեք, թե երկուսն էլ թողնելու եք որպես սիրողական ու ընտրեք այլ մասնագիտություն։ Դե երևի ընտրեմ այլ մասնագիտություն։ Դուք Բաբոյանների ընտանիքի տատն եք, ձեր թոռնիկները երգում են երկուսն էլ, շատ մեծ է ձեր աջակցությունը, մենք հետևել ենք ու գիտենք, ինչ կասեք այս մասին։ Ես շատ ուրախ եմ Դեկրանուհի ջան, որ ունիմ այսպիսի թոռներ, 2 թոռս չէ, 3 թոռ ունիմ մասնակցող երգին։ Ես 48 տարի աշխատում եմ այս ասպարեզում, մանկուց սերմանել եմ իրանց մեջ հայկականը, ժողովրդականը, մասնակցել են իրենք երգի, պարի, թատրոնի, այլ մասնակցել են իմ թոռներս մեր կազմակերպչական բոլոր միջոցառումներին, մեր կուլտուրայի տանը։ Ես շատ ուրախ եմ, որ ունեմ այսպիսի ընտանիք, ունեմ այսպիսի թոռներ, դրա համար շատ շնորհակալ եմ մեր կուլտուրայի բաժնից, մեր Հայաստանի Սպիրյանից, որը բացի մեզանից ինքը ուսուցել է, սովորեցրել է ժողովրդական երգը, պարը, դրա համար շատ ուրախ եմ։ Փայլող աստղեր մեր նախագծի հերթական աստղիկներից մեկն եք ու կկատարեք մեր համար ինչ-որ մի երգ։ Այո, կատարելու եմ Աշուղ եմ դառել երգը։ Աշուղ եմ էդ քո սև աչերին, էդ անուշ լեզվիդ գերունքերիդ, Աշուղ եմ էդ քո սև աչերիդ, էդ անուշ լեզվիդ գերունքերիդ, բոյ ու բուսաթիդ երկար ծամերիդ, ոչ մի ծաղիկ քո բուրմունքը չունի, ոչ մի մար քեզ պես գյոզալ չի ծնի, ոչ մի ծաղիկ քո բուրմունքը չունի, ոչ մի մար քեզ պես գյոզալ չի ծնի։ Փայլող աստղեր մեր հեռուստահաղորդումը կրում է շարունակական բնույթ։ Մեր լրատվականը քայլում են նրանց հետքերով, բացահայտելու ու հանրությանը ներկայացնելու։ Հիշեցնենք, որ մեր հաղորդման հերթական հյուրը Զոյա Բաբոյանն էր, ցտեսություն։